Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր ուզում եմ խոսել անցած անգամվա թեմայի վրայով, որովհետև շատերը երևի նեղված էին կամ անհանգստացած էին, թե այդ ինչ էի խոսում անգլերեն, որովհետև շատերը անգլերեն չգիտեն, բայց ես ուղղակի դիտմամբ անգլերեն խոսեցի Վարդան Ղուկասյանի համար, որովհետև ճիշտ ասած օգտագործելով իմ կապերը, ես ուզեցի, որ այս խոսակցությունը հասնի բարձր տեղեր, Ամերիկայի կառավարությանը հասնի, դրա համար անգլերեն խոսեցի։ Մի խոսքով հիմա ես կուզեմ կոնկրետ թարգմանել, թե ինչի մասին եմ խոսել։ Եվ կուզեմ մի հատ ուրախ նորություն ասել, որ ինչ կարելի անել Վարդան Ղուկասյանի համար։ Ուրեմն այդ մարդը իր մի պրոգրամով, մի հաղորդումով 27 միլիոն դոլարի օգուտ տվեց Հայաստանին, 27 միլիոն դոլար հետ բերեց Հայաստան։ Հիշվեք պատերազմից հետո, երբ որ 27 միլիոն դոլար փոխանցվեց Պատրոն Դավոյի account-ին եւ իր կապերով այդ տեղեկությունը հասավ իրան եւ ինքը աղմուկ բարձրացրեց, հայհոյեց, դո ինչ ասես արեց, որ շատերը ասում են դու ո՞նց ես դրան լսում, ինքը հայհոյում է։ Եթե չհայհոյեր այդ 27 միլիոնը հետ կգար, այ քեզ բան հայհոյեց, էլ ոնց կլներ, էլ երբեք դուք հայհոյանք լսել։ Ես դեմ եմ հայհոյանքներին։ Շատ ժամանակ երբ որ ինքը հայհոյում է, ես չեմ ուզում լսեմ, բայց այն հաղորդումները, որ ինքը կարճ առանց հայհոյանքի է դրել, ես անգամ post եմ արել իմ Facebook-յան account-ը։ Մի խոսքով, այս մարդը իր հայհոյանքներով 27 միլիոն դոլար հետ բերեց, որովհետև ես հաստատ համոզված եմ, անձամբ վարչապետը կուզեր, որ այդ 27 միլիոնը գնար լցվեր Պատրոն Դավոյի account-ում, որովհետև ոնց ըլնի չլնի այդ փողից մի մաս իրան հետ էր գալու, կոչվում է kickback, այսինքն ոնց որ փողը լվանում են, հետա գալի լցվում է նորից մի մասը իրանց գրպանը, դա հաստատ է տենց է, որովհետև եթե այդպես չլինի, այդ փողը չէր գնա, բայց հենց աղմուկը բարձրացավ, հետ եկավ այդ փողը, որովհետև հենց աղմուկ բարձրացրեց, որ չէր կարա հետ չբերեր։ Պատկերացրեք մարդը մի հատ հաղորդումով 27 միլիոն դոլար փող է հետ բերում ու նման մեծ բացահայտումներ է ինքը բերել, թե ոնց են Շուշիի ակումբի տունը մերոնք տրաքացրել այդ 500 ոստիկաններին տեղում սպանել, սա մերոնք են արել, այդ մեր զինվորներին ոնց են գլխից կրակել, սա այդ բացահայտումները, ոնց են Արցախի այդ չինովնիկները մի քանի անգամ իրանց տները, իրանց ունեցվածքը ծախել, համ ծախել են Ղարաբաղի վրա, Հայաստանի վրա, համ էլ Ադրբեջանին, ուղղակի այդ բացահայտումները անելուց հետո պարզա, որ այս մարդուն պետք է պատվեր տրվեր, որ վերացնեն։ Ու ովքեր էին ուզում այդ մարդը վերանա, 5-րդ չարասյունը, ռուսական ագենտուրան, թուրքական ագենտուրան եւ հայկական կառավարությունը ու օլիգարխները, որոնց բոլորին էլ ինքը կպնում է։ Մարդը 24 ժամ աշխատել է, 24 ժամվա մեջ որ րոպեին ուզեցել են զանգել են պրոբլեմը ասել են այդ մարդը հելլա իր հայհոյանքներով այդ պրոբլեմի հարցին լուծում է տվել։ Հիմա այդ մարդուն չարժի պաշտպանել։ Ես թե մեկին հանդիպեցի, հələ ասում է դու ո՞նց ես դրան լսում հայհոյում է։ Հələ սա որ հայհոյանքը բերանը սրանները այդ խոսում ես, ուրեմն որ ես այդ մարդուն լսում եմ ինքը հայհոյում է, ես իմիշ դառա, հա։ Ասում ոնց ես լսում։ Իհարկե, որովհետև Նիկոլի վկա չեմ, իսկ դու Նիկոլի վկա ես, դրա համար դու չես լսում իրան։ Մի խոսքով, ես ուղղակի անգլերեն բացատրեցի, թե այդ մարդը ինչքան օգուտներ է տվել Հայաստանին։ Եվ բացատրեցի, որ այդ մարդուն եթե Հայաստան ուղարկեն, ինչքան մեծ վտանգ է սպասվում, որ իրան կսպանեն այնտեղ։ Կամ էլ քաղաքացիական պատերազմ կլինի, որովհետև գիտեք Վարդան Ղուկասյանին շատ հետևորդներ ունեն։ Եվ ժողովուրդը այդ մարդուն սիրում է, հարգում է, որովհետև ինքը ճշմարտություն է խոսում։ Եվ եթե հանկարծ նրա մազը ծռվեց, Հայաստանում արուն է թափվելու։ Ու կարող է շատ արուն թափվի։ Ու այսի կարող է պատճառ լինի հեղափոխություն, բայց արունալից հեղափոխություն, որ մեզի պետք չի արուն թափվի։ Եթե ուզում են հեղափոխություն լինի, մանդատները վայր դրեք, այդ ռոբսեժականները, հեղափոխությունը էլ պետք էլ չի հեղափոխություն, կծրվի, բայց չեն ուզում, որովհետև իրանք են իրան պաշտպանում։
Հիմա այդ մարդուն հարկավոր է անպայման ամեն գնով պաշտպանել, որ այդ մարդուն վնաս չլինի, քանի օր որ ինքը չկար, 7 օր մոտավորապես, ես օրինակ շատ անհանգստացած էի, անձամբ աղոթք եմ արել սրտանց, որ Տեր Աստված խնայի այդ մարդու կյանքը։ Հայաստանը այդպես մարդկանց կարիք ունի։ Այդ մարդը պատրիոտ է։ Անկախ նրանից հայհոյում է, ինչ անում, ինչ չի անում, այդ մարդը պատրիոտ է, սիրում է Հայաստանը։ Եվ այդ մարդը, եթե սիրում է Հայաստանին բարիք է անում, այդ մարդը իմ ընկերն է, իմ աղբերն է։ Եվ ընկերության մեջ լավ ու վատ ընկեր չկա։ Եթե ընկեր է, ուրեմն ընկեր է, վերջ։ Այդ մարդը Հայաստանին օգուտ է տվել, օգուտ է տալիս, բացահայտում է բոլոր տեսակի անօրինականությունները եւ անօրինականությունների լուծում է տալիս։ Ավելի շատ օգուտ է տալիս, քան թե Հայաստանի կառավարությունը, այսինքն Հայաստանի կառավարությանը դա ընդհանրապես չարժի համեմատել, որովհետեւ Հայաստանի կառավարությունը թուրքական ագենտուրա է, Թուրքիայի համար է աշխատում։ Եվ եթե Հայաստանը չզինվի այսօր, ես այտենց բացատրում էի, Սիրիայում օրինակ ինչ կատարվեց։ Արդեն Սիրիայում 10,000 հոգուց ավել մարդ է սպանվել։ Ցուցակները կազմում են տալիս են, երեք ես ասացի, երեք չմիսօր ասացի 22,400 հոգի, բայց արդեն այսօրվա դրությամբ ցուցակ են կազմում, որ 10,000-ն անցնում է, այդքան մարդ են արդեն սպանել քրիստոնյաներին ու տեղի բնակիչներին, արաբներին։ Ինչքան երեխեք են սպանել ու գլխից են խփել այդ երեխեքին։ Ոնց որ մեր հայ զինվորներին գլխից կրակած հետ էին բերել, ովքեր մերոնք։ Կոորդինատները ովքեր են տվել Շուշիի ակումբին խփելու, մերոնք։ Մերոնց մեջ շատ թշնամիներ կա, որ այս մարդը բացահայտում է, ու ես էսի բացատրում էի, որ սա կատարվում է հայկական կառավարության կողմից, եւ պատահականություն չէր, որ Տիգրան Ավինյանը, չգիտեմ, քանի շաբաթ էր, քանի ամիս առաջ եկավ, ես ընդեղ նշում եմ 2 տարի, սխալվա, 2 տարի չի, 2 ամիս առաջ էր, թե քանի շաբաթ առաջ որ եկավ Ամերիկա, $30,000 ծախսեց Տոմսի համար, ու գալիս են այդտեղ տաքսաներն են բարձրացնում, ժողովրդից քերում են, ինչի որ իրանց հաճույքների համար $30,000 դու տալիս ես Սամալյոտի Տոմսի համար, որ դա $3,000 արժի ընդամենը։ Գալիս է ուր է գալիս է Լաս Վեգաս։ Ու այնտեղ բան անում, որ չկա դες մեկը որ կարողանա դրան լիկվիդացնի։ Ու իրան հենց Լաս Վեգասում են բռնում։ Պատահականությունների ես չեմ հավատում։ Ինքը եկավ, ուրեմն մի բան արեց այնտեղ Լաս Վեգասում, ու հենց Լաս Վեգասում էլ իրան բռնեցին։ Ինչ արեց։ Ոչ մեկ չի կարող իմանալ, մինչև դրանց չձերբակալեն։ Ով պետք է ձերբակալի, ես շատ կուզենայի, որ հենց Վարդան Ղուկասյանը լիներ այդ ձերբակալողը, որ ինքը ասել է, ախպեր ես ասում էր, բայց այս վերջերս ուզում էր վարչապետ դառնալ, որ ես համաձայն չեմ, որ ինքը վարչապետ դառնա, ես համաձայն եմ, որ Վարուժան Ավետիսյանը վարչապետ դառնա, որ մուրը սրտի մեջ հելնի ու վրեժ լուծի։ Թեպետ Վարդան Ղուկասյանն էլ լավ վրեժ կլուծի, բայց չէ, ինքը ավելի լավ է, ոնց որ ինքն էր ուզում, ուժային կառույցներում, օրինակ կոռուպցիոնի մեծը թող լինի, այդ կոռուպցիաները հայտնաբերի, ոնց որ ստեղ Իլան Մասկն է կոռուպցիաները հայտնաբերում, այտենց էլ Վարդան Ղուկասյանը այն ժամանակ Տիգրան Ավինյանը կսկսի երգել, թե այդ որ եկավ ստեղ, այդ ում տեսավ, այդ ում կաշառեց, այդ ինչ արեց, որ հենց այդտեղ իրան ձերբակալեցին, իսկ այսօր դատավորը արդեն դիրք է բռնել, որ օգուտ չի այդ դիրքը, օգուտ չի, բայց հիմա մի հատ այս ուրախ լուր ասեցի, ուրախ նորություն որ ասեցի, հիմա անդրադառնամ դրան։ Պրեզիդենտ Թրամփը հայտարարեց, երևի արդեն 2 շաբաթն անցել է, որ հայտարարեց, որ ասեց վիզա, gold վիզա է անելու մեջտեղ, սկսելու են վաճառել այդ gold վիզան, էլ green card, green այդ շահարկվող վիզաները չի լինելու, այլ լինելու է gold վիզա, որ վաճառվելու է $5 միլիոն, որ մարդիկ կարող են այդ վիզան առնել եւ գալ ստեղ Ամերիկայում ապրել, տաքսաներ վճարել, բիզնեսներ անել, նաեւ այդ ինչի ինքը արեց, որովհետեւ ասեց կան կազմակերպություններ, օրինակ Google-ն, Tesla-ն, շատ մեծ հսկա հարուստ կազմակերպություններ կան, որ ուզում են բերեն խելացի մարդկանց դրսից, օրինակ
Չինաստանից կարան բերեն, Հնդկաստանից կարան բերեն, Կորեայից, Ճապոնիայից բերեն այդ մարդկանց տեղ իրանց համար աշխատացնեն, այդ մարդիկ փող չունեն որ գան, բայց այս կազմակերպությունը փող ունի, կարա այդ 5 միլիոնը վճարի, այդ մարդուն բերի իր համար աշխատացնի եւ այդ դրանց գիտելիքները գիտնականներ են, թե ինչ հետաքրքիր բժիշկներ են բաներ են, դրանք գան Ամերիկայի համար աշխատեն, համ Ամերիկան փող կստանա եւ իր պարտքը կմարի։ Համ էլ այդ մարդիկ կլցվեն Ամերիկա, խելացի մարդկանցով կլցվի Ամերիկան եւ Ամերիկան կհարստանա, կան մարդիկ, որ հենց այնտեղ իրանք փող ունեն, այդ փողով կառնեն եւ կգան Ամերիկա։ Հիմա այս 5 միլիոնանոց վիզա քարտը մենք կարանք էսի օգտագործենք Վարդան Ղուկասյանին պահելու Ամերիկա։ 5 միլիոնը ինչ փող է։ Այդ մարդը մի հատ իր հաղորդումով 27 միլիոն դոլար հետ բերեց Հայաստանի բյուջեն։ 5 միլիոնը ոչ մի բան է, ինքը ունի 100 հազարավոր հետևորդներ։ 100,000 հոգի, եթե մարդը 50,000 դնեն, 50 դոլար դնեն, դա անում է քեզ 5 միլիոն դոլար։ 100 դոլար դնեն, 10 միլիոն դոլար անում, ինքն էլ իր մերն էլ կարան արխային մնան։ Համենայն դեպս, այս հարցի վրա մի հատ ուշադիր մտածեք, իր կողմնակից մոտիկ մարդիկ։ Օրինակ, Էդգարը առաջարկեց, որ փող հավաքվի, վրասելան շուխուր դրեցին, որ Էդգարը փող հավաքում, որ իրան միկրոֆոն առնի։ Դա ասելու բան է, այդ մարդը սրտացավ մարդ, ընկելա մեջտեղ մտածում է Վարդան Ղուկասյանի մասին, հելնում են այդ մարդուն նեղացնում են։ Ոչինչ, Էդգար ջան, որ ասում են լավություն անողի գլուխը ծակ է, չէ, ծակ չի ախպեր։ Լավություն անողի գլուխը հեչել ծակ չի։ Դու լավություն արագցի ջուրը, դա մի օր հետ է գալու քեզի, դու հեչ չմտածես, դու լավ ես արել, ճիշտ ես արել ու մենք տենում ենք, թե դու ինչ սրտով ես արել, դու սրտացավ մարդ ես, հայրենիքի Հայաստանի համար մտածող մարդ ես, դու լավ ես արել ամեն բան, ուղղակի մարդիկ կան, որ սխալ են հասկանում։ Հիմա ես առաջարկում եմ, որ եթե տենց է, ուրիշ ոչ մեկի անունով մի հավաքեք։ Վարդան Ղուկասյանի մայրը հիմա դրսում է, հենց իր անունով GoFundMe account բացեք, մարդը 50 դոլար ինչ է, 100 դոլար, մարդկա մի քանի 100 դոլար կարող է ուղարկի, այդ 5 միլիոնը անմիջապես կարելի է հավաքել ու այդ վիզան առնել Վարդան Ղուկասյանին պահել Ամերիկայում, որ էլ ոչ մի դատաստան բան չլինի, որովհետև սրանք սաղ շինած բաներ են, ինձ թվում է Տիգրան Ավինյանի մատը խառնը, որովհետև ինքը եկավ Լաս Վեգաս ու հենց իրան Լաս Վեգասում են ձերբակալում։ Պատահականություններ չեն լինում, okay? Հենց որ տեսեք ինչ եք անում։ Մի հատ Վարդան Ղուկասյանի մոր անունով GoFundMe account բացեք կամ ոնց եք անում չգիտեմ, այդ 5 միլիոնը կարելի է անմիջապես հավաքել, որ սենց այն հայլիներն ու եսի մինչեր սենց տենան ու տրաքեն, ուղակի տրաքեն։ Որովհետև այդ մարդիկ ուզում են, որ անպայման Վարդան Ղուկասյանին վերացնեն, սպանեն, իսկ այդ մարդը Հայաստանին շատ պետք է։ Այդ մարդը Հայաստանին շատ օգուտ է տվել։ Ո անհավատա, հայհոյում ախպեր, էդի ժամանակի հարցը, անհավատա, աթեիստա, թե եսի ինչա, Բրեժնևից լավ աթեիստ չկար։ Վերջի օրը մեռնելուց այդ մարդը ասեց, կանչում է իր տան անդամին, չեմ անում, կնգան թե աղջկան, ասում Աստված կա, ոնց թե ասում Աստված կա, հա ասում Աստված կա, հեն ասում 3 հոգի սև շորերը եւ եկան ասում որ ընձի տանեն ու հանգում է, մեռնում է։ Մի թողեք որ վերջի մոմենտին է դիլնի որ հավատակ որ Աստված կա։ Ժամանակի հարցը, մեկը սենց թե նենց հավատալու է, կտենակ որ ստեղ էլ չհավատակ ընդեղ եք տենալու, արդեն ուշ է ալնելու։ Բայց այդ մարդը Հայաստանին պետք է, այտենց անհավատ մարդկանց է Աստված օգտագործե իր գործերի համար, մեծ գործեր արել։ Նենց որ մի մտածեք, որ կեղտոտ բերան մարդը հայհոյում է, անհավատ է անում են անում, բայց այդ մարդը իր սրտե ցավում է Հայաստանի, հիմա Հայաստանին օգուտ է տալիս։ Նենց որ այդ մարդը արժանի է, որ իրան օգնենք։ Ես չեմ սիրում, որ ընկած մարդուն ավելի են խփում։ Այդ մարդը հիմա ընկած է, իրան օգնել է պետք։ Այդ մարդը մեզի շատ է մեր հայ ժողովրդին, Հայաստանին շատ է օգնել, հիմա իրան օգնելու մոմենտն է, դե եկեք շարժվեք։ Շարժվեք, բացեք այդ account-ը, առաջինը ես կուղարկեմ։ Առաջինը ես մասնակից կլնեմ այդ դրամահավաքին։ Շարժ արեք։ Բացեք այդ account-ը, ովքեր որ մոտիկ են եւ այս գործի գլխին կանգնած են, թող հիմա լոյերներին տեղեկացրեք այս հաղորդման մասին, թող լսեն, կարող է մարդ ես մտներով չի անցել, բայց հիմա
Թրամփն ասաց, որ հենց սկսենք ասեց, 2 շաբաթից ասեց, էդի պատրաստ կլինի։ Ինձ թվում է արդեն 2 շաբաթն անցել է։ Շատ հնարավոր է, որ արդեն բացած լինի այդ ծրագրը եւ անմիջապես առնեն։ Հեշտ չլինի, կարելի է այնտեղ լոն քաշել, այդ գործողություն անել, այդ մարդը որ հելավ, ինքը կաշխատի իր պարտքը կփակի, եթե չենք կարողանա հավաքենք, բայց ինձ թվում է մենք կարողանանք հավաքենք։ Այդ մարդը շատ է հայ ժողովրդին օգուտ տվել, հիմա հայ ժողովուրդը թող այդ օգուտը հետ վերադարձնի։ Այսքանն է ուզում ասել, հետո հետևողական լինենք։ Ամեն մարդ թող մի ձևի տարածի, ովքեր որ բարձր տեղերում, սպիտակ տանը կամ այդպես տեղերում մարդիկ ունեն, խառնեք իրար, անգլերեն մի քանի հաղորդում կազմակերպեք, տարածեք ամենքը ձեր կանալներով եւ գոնե Լաս Վեգասից հետ վերադարձրեք այդ մարդուն բերեք Լոս Անջելոս։ Թող դատավարությունը կայանա Լոս Անջելոսում, որովհետեւ երևում է Լաս Վեգասի դատավորը լավ չի տրամադրված։ Չգիտեմ ինչի, էլի եմ գալիս եմ իմ կասկածանքներին, ինձ թվում է Ավինյանի մատը խառնա։ Դրա համար հարկավոր է Լաս Վեգասից Նևադայից հետ բերել, քանի որ էսի պատճառը թող լոերը իր փաստաբանը ներկայացնի, որ քանի որ Տիգրան Ավինյանն եկել է Լաս Վեգաս եւ կարող է conflict of interest լինի այդտեղ, այնտեղ փող խաղացված լինի, դրա համար դատավորը վատը տրամադրված, մենք պահանջում ենք այդ մարդուն վերադարձնել, հետ ուղարկել Լոս Անջելոս, չգիտեմ, հետա գնալու ինքը Լոս Անջելոս ա եղել սկզբից թե չէ, այդ մարդու գործը ուղարկել Կալիֆոռնիա, Լոս Անջելոս, թող Լոս Անջելոսում փաստաբանները այդ գործը վերցնեն եւ անեն, բայց ինձ թվում է, եթե gold visa առնցվի, անպայման այդ մարդը մնում է այդտեղ, ել չի վերադառնա։ Մեկ ասած թե նենց Վարդան Ղուկասյանը վերադառնալու է Հայաստան, բայց թող ժամանակին գա այն ժամանակ, երբ որ այդ կառավարությունը չի լինի, որովհետև այդ կառավարությունն ու այս օլիգարխներն ու Սերժն ու Քոչը, որ դրսում եղան, իր կյանքին վտանգ է սպառնում, բայց եթե ազգային կառավարություն գա, պաժալստա, ինքը իրան պետք չի որ ուղարկեն, ինքը իր ոտով կգնա այնտեղ, որովհետև իրան մեծ պաշտոն այնտեղ սպասվում, որովհետև այդ մարդը արժան է այնտեղ գնա վենդետա անելու։ Ես վենդետայի կողմնակից եմ։ Ինչու համար, որովհետև մարդիկ կան ասում են, հարա դու վենդետա ես խոսում, դու մարդասպանություն ես խոսում։ Լսեք, առաջի պատվիրանը, որ Աստված տվել է մարդուն, Նոյը երբ որ տաճարից դուրս եկավ, առաջի բանը, որ Աստված Նոյի հետ խոսած, ասեց, անմեղ արյուն թափողի արյունը պիտի թափվի։ Այս անիրավները, այս փչացածը, որ ասում են 5000 չի, ավելի շատ է։ Այնքան շատ է, որ սկի անհետ կորածների թիվն չեն կարող ասեն։ Բայց անպայման 5000-ից շատ է, որովհետև հնարավոր չի, ընդրանցից 50000 մեռներ, մերոնցից 5000, առնվազն մի 10000 զոհ տված կլնենք, մի 20000 էլ երևի հաշմանդամ։ Այդքան մարդու արյուն թափի ու վենդետա չլինի, պատիժ չկրի, որ ինքը պայմանավորված է էդի արել։ Ինքը իր բերանով խոստովանվեց, ասեց, ամբիոնում հելավ, ազգային ժողովի դեմը խոստովանվեց, որ այս սցենարը գրված է եղել, սցենարը կատարվել, բաներ կա ասեց, որ դուք չգիտեք, ես գիտեմ, բայց սցենարը կատարվել է քո կողմից, դու ես եղել գլխավոր հրամանատարը, հենց այնտեղ պետք է ձերբակալեին իրան, ու չեն ձերբակալում, որովհետև սցենարը գրված է, ինքն է սցենար կատարողն է, ու ով է գրել այդ սցենարը, իհարկե Պուտինը, Կրեմլը, կատարվեց Թուրքիայի եւ Կրեմլի կողմից այդ հիանալի օպերացիան Շայգուն ասեց, եւ ում ձեռով, Նիկոլի ձեռով, որովհետև ինքն էր գլխավոր հրամանատարը, եւ այդ օպերացիան կատարել է, այդ սցենարը ինքը կատարել է, հիմա ինքը դրսում է, ու ինքը պետք է չպատժվի, անպայման պետք է պատժվի։ Կյանքով պետք է վճարի դրա համար, որովհետև գրված է անմեղ արյուն թափողի արյունը պետք է թափվի։ Ո ասում են էդի հին ուխտի մեջը, հին ու նոր ուխտ։ Բերանս մի բացել տվեք։ Էդի հավիտենական ուխտը, հին ուխտը։ Հիսուսը ճիշտ է, մեռան մեր համար, որ էլ մահը չտիրի մեզի, բայց ասում է ոստիկանից վախեցեք, որովհետև իզուր չի կախած
Սուրը իր մեջքին նրանք Աստծո սպասավորներն են, չարերին պատժելու, արդարներին գովալու։ Այտենց գրված է։ Նշանակում է օրենքը Աստծուց է եկած։ Իսկ այն օրենքը, որ սկզբից Նոյին ասեց, որ արյուն թափողի, անմեղ արյուն թափողի արյունը պիտի թափվի։ Ինչու պահպանողական քրիստոնյաները ու այդ պետությունները, որոնք որ պահպանողական պետություններ են, պահպանողական կառավարությունը, երբ որ պետության պահպանողական կառավարությունն է լինում, սկսում է այդ օրենքը ավելի շատ իրագործել, որովհետև ասում է սպանել ես, պետքա մեռնես, մահապատիժ քեզի։ Այդ ո՞նց է քրիստոնյաները պահպանողական Ամերիկայում համաձայն են այդ օրենքին, լիբերալները անհամաձայն։ Բայց լիբերալները համաձայն են աբորտի օրենքին, իսկ պահպանողական քրիստոնյաները համաձայն չեն աբորտի օրենքին։ Հո դու կարաս աբորտ անես արխային, բայց մարդասպանին իրավունք չունեք սպանելու։ Ինչի երեխեն փորի մեջ ինչ մեղք կա գործը, որ այդ երեխուն դու սպանում ես, բարձերն էլ ծախում ես, այդ մարմնի մասերն էլ ծախում ես ու մնացածից էլ վակցինացիաներ ես ստեղծում, բիզնեսա, չէ, իրանք այդ են անում, սատանիստ լիբերալները։ Բայց այն մարդը, որ մարդ է սպանել անմեղ տեղը, դրան մահապատիժ չի ասում, մահապատիժ ասում է, որովհետև այդ օրենքը Աստծուց է տրված։ Խելքի եկեք, հերիքա, հայհոյում է, բա ինչ պետք է անի այդ մարդը բարկության ոգիով բռնված է, այն աստիճանի են հասցրել այդ մարդուն, որ բարկության ոգիով է բռնված։ Նիկոլն էլ դավաճանության ոգիով է բռնված։ Դա չար ոգի է, երբ որ Աստծուն հավատաց կքշենք կհեռանա այդ ոգին, էլ չի կարա այդ մարդուն բռնի։ Բարկության ոգի ունի այդ մարդը։ Լիքն են այդպես բարկության ոգիով բռնված մարդիկ, լիքը։ Ինչ անենք, սաղին վեկալենք դատենք ու ես իմ ինչ անենք։ Ժամը կգա կհասնի տարիքը, կտենա, որ էդի լավ չի, Աստված ողորմած է, կարող է թողի, կարող է էլ չհայոյի, չգիտեմ, բայց այսօր չի նշանակում, եթե մեկը հայհոյանքով գործ անում, բայց օգուտ է տալի Հայաստանին, ուրեմն վերջ այդ մարդը հնգել է, պետք է գցենք, ավելի խփենք։ Եզը որ անգնում ասում է դանակավորները շատանում են, չի կարելի։ Մարդու մեջքին կանգնել է, պետք է այդ մարդը կանգնել է Հայաստանի մեջքին, այս ինչքան ժամանակ է։ Այդ մարդու մորը գողացել են, որ իրան ստիպեն, ասել են չգործած մեղքդ, հանցանքդ վերցրու վրեդ, որպեսզի եթաս նստես։ Ու էդի բացահայտվել է, բայց այդ մարդիկ հիմա դրսում են ինքն էլ հելավ դադարյուն եղավ, փախավ երկրից, որ կյանքը խնայեր, մորը խնայեր։ Ու այդ մարդուն այսօր մենք պետք է չօգնենք։ Մի խոսքով ժողովուրդ մտածեք, ինչ եք անում, այդ մարդը օգնության կարիք ունի։ Հետաքրքիրն էր, որ իմացա, որ քահանա է եղել, պրոֆեսիոնալ թարգմանիչը, քահանա է եղել եւ ինքը հանդիպել խոսացել է, Աստծո ճամփաները անքննելի են, Աստված ես այդ մարդու համար, Վարդան Ղուկասյանի համար այնքան եմ աղոթում, որ Աստված իր աչքերը բացի, իր սրտի աչքը բացի, որ ինքը հասկանա, տենա, որ Աստված կա։ Հենց ինքը հասկացավ, տեսա, որ Աստված կա, տենալու է, չէ՞։ Հիսուսը հենց իր սրտին կպավ, ինքը փոխվելու է։ Ժամանակի հարց է ուղղակի։ Այդքան մի վատ տրամադրվեք այդ մարդու հանդեպ։ Այդ մարդը օգուտ է Հայաստանին, պատրիոտ է։ Այդ մարդուն նման մարդիկ մեզի պետք են, մեր հայ ժողովրդին պետք են։ Այդ աստիճանի հայհոյող չէ, բայց պատրիոտ մարդիկ շատ պետք են մեզի։ Դե լավ, շատ չերկարացնեմ, ուղղակի ուզեցի շատ մանրամասը չբացատրեցի, չթարգմանեցի, բայց բանը էդ էր, որ Տիգրան Ավիկյանը եկավ ընդեղ եւ ինչեր արեց, ինչեր չարեց ու հենց ընդեղ իրան ձերբակալեցին եւ հիմա անպայման ուզում են, որ իրան արտահանձնեն, բայց ես խնդրեցի իմ կապերով, որ եթե հնարավոր է այս խոսակցությունը հասնի Մարկո Ռուբիոին, որ Մարկո Ռուբիոն ճնշում գործադրի դեսպանատան վրա, որովհետև դեսպանատունն է հենց սրա հետևում կանգնած, իսկ Մարկո Ռուբիոն մի հատ որ զանգի դեսպանատանը, ասի հեյ, խելոք մնացեք, ոտներդ գազից վեկալեք,
տորմուզ տվեք, հերիքա։ Իրանք տորմուզ կտան։ Ուղղակի իմ ուզածները էդ էր, որ ես անգլերեն ասեի, որ եթե այդ մարդը ինձ մոտիկ մարդ է, եթե խոսակցությունը տեղ հասցներ, լավ կլներ։ Տեսնենք, ապրենք կտեսնենք։ Դե լավ, մնանք խաղաղությամբ, Աստված ձեր հետ։